Երջանկությունը պետք է արտահայտված լինի պետական բյուջեում։ Փաշինյանը սիրում է խոսել երջանկության մասին։ Փորձում է մարդկանց համոզել, որ հարկ վճարելով բյուջեն լցնելն է իսկական երջանկությունը, բայց մեկը լինի հարցնի կոնկրետ ում համար։ Իր տիկնոջ Աննայի, իրենց երեխաների ու մնացած իշխանականների համար գուցե լցված պետբյուջեն երջանկություն է, բայց դա բնավ չի վերաբերում սովորական քաղաքացիներին, որոնք ուղղակի ճկռում են, որ գոնե կարողանան օրվա ուտելու հարցը լուծել։ Վերջին ամիսներին երկրում կրկնակի ճնշում է ձևավորվել։ Մի կողմից գնաճի ալիքը, շարունակում են բարձրանալ ապրանքների ու ծառայությունների գները, մյուս կողմից պետական հարկային բեռը գնալով մեծանում է։ Այս երկակի ճնշման տակ առաջին հերթին հայտնվել են ցածր աշխատավարձ ստացողները, թոշակառուները, գործազուրկները եւ փոքր բիզնեսը։ Տպավորություն է, որ ձևավորվել է մի համակարգ, որտեղ աղքատները վճարում են, որպեսզի հարուստներն ու իշխանականները շարունակեն հարստանալ։ Երբ հարկային բեռը հարաբերականորեն ավելի մեծ է ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների համար, իսկ մեծ կապիտալ ունեցող խավերն օգտվում են հարկային արտոնություններից կամ պարզապես կարողանում են շրջանցել վճարումները, դա սոցիալական անարդարության ուղիղ ցուցիչ է։ Օրինակ, փաշինյանական համակարգի հարկային վերջին փոփոխությունները սպառողական զամբյուղի ապրանքների գնաճն ամենաշատը հարվածում է սովորական քաղաքացիներին։ Արդյունքում գնաճի ու հարկային բեռի խաչմերուկում կանգնած քաղաքացին սկսում է քիչ գնումներ անել, ավելի քիչ օգտվել ժամանցի իր իրավունքից, փոխարենը շատ աշխատել, ոչ թե բարեկեցության համար, այլ պարզապես գոյատևելու։ Մենք մարդկանց քաջալերելու ենք, մենք ասելու ենք հարստացեք եւ հարստացրեք, ժողովուրդ ջան։ 6 տարի առաջ նիկոլական գաղափարախոսությունը մի քիչ այլ էր։ Սովորական մարդկանց հարստանալու մասին էլ էին խոսում։ Ասում էր հարստացեք, որ հարստացնեք։ Արդյունքում մարդիկ չհարստացան, բայց շարունակում են հարստացնել այսօրվա իշխանականներին։ Այսպիսով, հասարակության մեջ անվստահություն է սերմանվում, ոչ միայն պետության հանդեպ, այլ նաև արդարության գաղափարի։ Երբ քաղաքացին զգում է, որ իր վճարած յուրաքանչյուր դրամ չի վերադառնում ծառայությունների բարձր որակով կամ սոցիալական պաշտպանության ձևով, այլ ուղղակի դառնում է վերնախավի հարստացման նոր աղբյուր, սա կարող է հանգեցնել լուրջ հասարակական բևեռացման։ Իսկ հասարակությունն ամեն օր իր մաշկի վրա զգում է իր կյանքի որակի անկումը, մարդիկ հազիվ են կարողանում լուծել իրենց հացի խնդիրը, բժշկի են գնում միայն ծայրահեղ դեպքերում, հանգստի մասին էլ ուղղակի կարելի է երկար լռել։ Իսկ այս իրականությանը զուգահեռ մեծ թափով աճում են նախարարների, падգամավորների եւ մյուս իշխանականների ունեցվածքը։ Մինչև մարդիկ պայքարում են օրվա հացի համար, իրենք պայքարում են ճոխ մեքենաների, առանձնատների ու նոր բիզնեսների համար։ Մինչ տնտեսության պատասխանատուները խոստանում են համակարգային բարեփոխումներ, հասարակ քաղաքացին շարունակում է զգալ համակարգի բեռը իր գրպանում։ Հարցն այժմ ոչ միայն տնտեսական է, այլև սոցիալական։ Եվ երբ աղքատ խավն է դառնում պետության ֆինանսավորման աղբյուրը, դրան այլանուն տալ պարզապես հնարավոր չէ, քան հենց սոցիալական անարդարություն։ Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, այսօր ձեզ վրա մատ թափ տվող, ձեզ համբալ անվանող իշխանությունը հարստանում է հենց ձեր հաշվին։ Դուք գիշեր-ցերեկ աշխատում եք, որ ոչ թե ձեր երեխաները վաղը խնդիրներ չունենան, այլ որ իշխանականների երեխաները ունենան ավելի լուսավոր ու ապահով ապագա։ Ապագա կա։ Փաստորեն, երբ ասում էին ապագա կա, դա վերաբերում էր միայն սեփական երեխաների ապագային եւ ոչ երբեք ողջ հայ հասարակության։